Ահա մեր արջուկի դետալները պատրաստ են, հիմա գործենք արջուկի մարմինը։ Ինչպես միշտ գործում ենք կախարդական օղակի մեջ 6 հատիկ։ Ձգում ենք թելը։ Երկրորդ շարքում գործում ենք 6 կրկնապատկում։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Ձգենք թելը, որ անցք չմնա։ Աստիճանաբար 1 հատիկ 1 կրկնապատկում, հաջորդ շարքը 2 հատիկ 2 կրկնապատկում, մինչև հասնենք 6 հատիկ 1 կրկնապատկում, հաջորդականությանը 6 անգամ եւ ստանանք 48 հատիկ։ Չենք մոռանում այստեղ տեղադրել մարկեր եւ սկսել մեր աշխատանքը։ Կհանդիպենք այն փուլում, երբ կստացվի մեզ մոտ 6 հատիկ 1 կրկնապատկում, 6 անգամ եւ ունենանք 48 հատիկ։ Ահա 7-րդ շարքը գործված է, հիմա 3 շարք անփոփոխ պետք է գործենք 48 հատիկ, առանց ավելացումների կամ պակասումների։ 3 շարք 48 հատիկով։ Ահա գործեցինք 3 շարք 48 հատիկով անընդմեջ, հիմա 11-րդ շարքում ենք եւ պիտի միացնենք տոտիկները։ Դրա համար նախ գործում ենք 2 հատիկ 1 2 հետո 6 հատիկ տոտիկի հետ միասին վերցնենք 1 հատիկ տոտիկից 1 հատիկ մարմնից գործում միասին 1 2 3 4 5 6 Հիմա շարունակում ենք գործել շարքը 22 հատիկով եւ այս թելը, տոտիկի այս թելը եւս կգործենք միասին։ Հիմա գործում ենք 22 հատիկ անընդմեջ։ 22-րդ հատիկը եւս գործված է եւ միացում ենք երկրորդ տոտիկը, ուռուցիկ մասը տոտիկի պիտի լինի աջ կողմում։ Մեկ հատիկ տոտիկից, 1 հատիկ մարմնից, 6 հատիկ ենք գործելու։ 1 2 3 4 5 6 Եվ գործենք մինչև շարքի վերջը։ Շարքն ավարտեցինք եւ գործում ենք եւս 2 շարք 48 հատիկով։ Գործելու ենք կրճատումներով։ Այս շարքում կգործենք 14 հատիկ 1 կրճատում, 14 հատիկ 1 կրճատում, 3 անգամ, արդյունքում ունենալու ենք 45 հատիկ, այսինքն այս շարքի մեջ կլինի 3 կրճատում։ Հիմա 15-րդ շարքում ենք եւ պետք է կատարենք 13 հատիկ 1 կրճատում 3 անգամ։ Հաջորդականությամբ արդյունքում ունենանք 42 հատիկ եւ շարք առ շարք կրճատենք նույն հաջորդականությամբ 1 հատիկ պակասեցնելով, մինչեւ ունենանք 9 հատիկ կրճատում 3 անգամ եւ ընդհանուր հատիկների թիվը լինի 30։ Մինչեւ 19-րդ շարքը ներառյալ, այսինքն այս շարքից սկսած 13 հատիկ գործում ենք 1 հատիկ կրճատում, հետո հաջորդ շարքում 12 հատիկ 1 կրճատում, 10 հատիկ 1 կրճատում, մինչև հասնենք 9 հատիկ կրճատում, 3 անգամ ունենանք 30 հատիկ։ Աղջիկներ ջան, մենք արդեն 19-րդ շարքում ենք եւ հիմա պիտի գործենք մեր արջուկի թաթիկները։ Դրա համար պետք է նախ որոշենք թաթիկների դիրքը։
հատիկների միջև դիմային հատվածից հեռավորությունը պիտի լինի 10 հատիկ։ Դրա համար նախ դիմացից հաշվենք 10 հատիկ, մարկերներով ֆիքսենք, հետո տեղադրենք հատիկները։ Ահա ես մարկերով ֆիքսեցի հատիկները, հիմա մարկերից հետո 5 հատիկ ևս հաշվում ենք, 1, 2, 3, 4, 5։ Հաշվում ենք, այս շարքի սկզբից գործում ենք մինչև այդ 5 հատիկը, այսինքն 1, 2, 3, 4, 5, ևս 5 հատիկ ես պետք է գործեմ, գուցե ձեր շարքերը այլ լինեն, ձեր գործելու հատերը կամ շատ լինեն, կամ ավելի քիչ, հնարավոր է այդպիսի տարբերություններ լինեն։ Հիմա գործում ենք 5 հատիկ, 1, 2, 3, 4, 5, 1, 2, 3, 4, շատ գործեցի, 1, 2, 3, 4, ահա սա հանում եմ, 1, 2, 3, 4, 5, հիմա այստեղից դնում ենք հատիկը, առաջին հատիկը վերցնում ենք հատիկից և իդեպ այստեղ աչի ու ձախի տարբերություն չկա, բայց հատիկի մեջ տեսեք այս մասը ավելի ուռուցիկ է և սա պիտի լինի դեպի ձախ, առաջին հատիկը գործելիս, պիտի նայի առաջ, ուռուցիկ հատվածը։ Մեկ, 5 հատիկ գործում ենք հատիկի հետ, 2, ինքան դժվար է խցիկի առջև գործել, որովհետև ձեռքերս ձգած են և պետք է այնպես պահեմ, որ գոնե երևա, թե ինչ եմ անում, հուսով եմ երևում է և իզուր չի այսքան աշխատանքս, որևէ կերպ կարողանում եմ օգտակար լինել ձեզ։ Հիմա հանում ենք այս առաջին մարկերը և 10 հատիկ գործում, թելիկը իհարկե հետը գործելով, որ ավելի ամուր լինի, չքանդվի, դուրս չգա։ Մեկ, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Հիմա հանում ենք մարկերը, տեղադրենք մեր մյուս հատիկը, հիմա կգործենք այս թելիկի հետ միասին, այն նախորդ հատիկի թելիկը կարող ենք արդեն բաց թողնել, բայց կգործենք այս թելիկի հետ միասին։ Հինգ։ Տեսնենք արդյոք ճիշտ դիրքում են գտնվում մեր արջուկի հատիկները։ Կարծում եմ այո, ինձ թվում է, որ ճիշտ տեղում են։ Երևի թե այո։ Հիմա շարունակում ենք շարքը մինչև վերջ։
Մեր արջուկի մարմինն ունի արդեն այսպիսի տեսք։ Հիմա մենք պետք է լցնենք եւ կլորիկացնենք մեր արջուկի փորիկը։